Գալիս ես դու Առնո։ Չէ, չեմ գալիս։ Գնում ես տուն Արտո։ Խոսում ես տան անդամների հետ։ Եթե ինչ-որ անհասկանալի բան կլինի, կզանգես, ես կգամ։ Լավ։ Քեզ հետաքրքիր չի։ Ինչի համար ենք եկել ստեղում մոտ ենք եկել։ Ես իմ գործն եմ անում, Առնո։ Եթե պետք է լինում, դու ասում ես։ Ես անում եմ այն, ինչ որ ինձ ասվում է։ Այդ իմ գործի պարտականությունն է։ Մարադա տաննա։ Չէ։ Ուշ կգա։ Չգիտեմ, դուք ով եք կներեք։ Մենք իրար հետ ենք աշխատել երկար ժամանակ։ Չէ, ուղղակի հասկանում եք, շատ կարևոր գործ կա։ Ով է։ Մարատին են ուզում։ Ինչ է եղել տղա ջան, ինչ է պատահել։ Մարատին են ուզում։ Շատ կարևոր գործ կա Մարատի հետ։ Մարատը մի ամիսն է տանը չի։ Մի ամիս։ Հա։ Կներեք, կարող ենք ներսը խոսել։ Խնդրեմ բալա ջան, մեր տան դռները միշտ եք բաց։ Նստեք տղա ջան։ Դուք որտեղից եք ճանաչում Մարատին։ Արդեն ասեցի, մենք իրար հետ ենք աշխատել։ Ուղղակի եկել եմ իր համար լավ աշխատանք առաջարկեմ։ Մի օր եկան գործ առաջարկեցին իմ տղային, բայց ես իմ սրտով չէի ուզում։ Տղաս ընկավ վատ շրջապատ։ Ուշ էր տուն գալիս, չէր գալիս, մի օր էլ գնաց ու էլ հետ չեկավ։ Իսկ ովքեր են։ Ինչ աշխատանք էին առաջարկում։ Չգիտեմ, մենք չենք ճանաչում։ Մարատն էլ չէր խոսում, մեզ էլ ասում էր, որ չխոսենք այդ թեմայից։ Բայց ասում էր, որ լավ է, նորմալ է, անհանգստանալու ոչ մի բան չունենք։ Ամեն ինչ լավ է լինելու։ Հետո տենց էլ չիմացանք ուր գնաց։ Մի օր տնից դուրս գալուց առաջ ասեց այսօր վերջի օրն է, իմ աշխատանքային վերջի օրն է այսօր։ Անընդհատ ասում էր աշխատավարձս կստանամ ու կգնանք Ռուսաստան աղբորս մոտ։ Բայց ասում էր ինչ որ կարևոր գործ կա։ Կավարտեմ նոր կգնանք։ Ինչև այդ աշխատավարձ չէր ստացել։ Փոխտում բերում էր, բայց ասում էր ինչ որ ավանս է ու իբր հիմնական աշխատավարձ հետո է ստանալու։ Մենք բոլորս ասում էր, որ լավ է լինելու, մեր երազանքները կիրականանա, երկրից կգնանք, լավ կլինի։ Լավ բարձ է։ Իսկ ոստիկանությունը գիտի դրա մասին։ Չէ, դե մենք չդիմեցինք, մտածում ենք, որ եթե ինչ-որ բան լինի, հաստատ կիմացվի։ Իսկ հեռախոսը, մեքենան։ Ես իրան զանգում էի մի քանի օր առաջ։ Զանգերը գնում էր, պատասխանող չկար։ Հա, գիտեմ, ես էլ զանգել եմ շատ, կամ անհասանելի կամ չի պատասխանում, կամ անջատած է հեռախոսը։ Ու ոչ մեկի զանգին չի պատասխանում։ Չգիտեմ, ես ինչքան զանգել եմ, կամ անհասանելի է լինում, կամ չի պատասխանում, ես էլ չգիտեմ։ Իսկ իր մեքենայից տեղյակ եք։ Մեքենա ուներ, չէ։ Հա, մեքենա ուներ, բայց քանի օրեր չէր քշում։ Իսկ այդ մարդիկ որ եկել են ձեր տուն։ Կարաք նկարագրեք ինչ տեսք ունեն, ինչ տարիքի էին։ Չէ, մենք չենք տեսել, չենք էլ ճանաչում։ Պարզ է։ Կարող է հիշեք, որ օրն է ձեր ամուսինը անհետացել։ Ինչքան հիշում եմ, մայիսի 29։ Ես գիտեմ, որ իմ տղաս չկա, հաստատ չկա։ Լավ, շնորհակալ եմ։
Ամեն դեպքում երբ կապնվի ձեր հետ, ասեք, որ Արտոն էր եկել, ինքին շատ լավ ճանաչում է։ Ինչ ասեցին։ Են որ Մարատը մի ամիսա չկա։ Պարզից էլ պարզավոր Վրամի հետ է Մարատը։ Վրամը համ իր ավտոից է օգտվում, համ իր հեռախոսից։ Ինձ պետք է որ դու մանրամասն պատմես։ Հանգամանորեն ամեն ինչ հիշես։ Ամեն մանրուք։ Ամեն քեզ թվացող մանրուք, որը կարող է ինձ պետք է իմ երեխեքին գտնեմ։ Ինչ ես ուզում որ պատմեմ։ Ամեն ինչ։ Ամեն ինչ պիտի հիշես։ Ես այն ժամանակ ես չէի հավատում, ուշադրություն չէի դարձնում պատմածներիդ, իսկ հիմա հավատում եմ, պատմի, նորից, սկզբից։ Ես քեզ արդեն ասել եմ, ես այդ օրը լավ չեմ հիշում օրնա։ Ինձ մենակ այդ օրը պետք չի, ինձ պետք է սկզբից, ոնց է սկսվել ամեն ինչ։ Պատմի ինձ։ Պատմի առաջին անգամ, ոնց տեսար, ինչ ուսեց, ինչի համար։ Օրնա չեմ հիշում։ Եթե չեմ սխալվում այդ այն օրներ, երբ Էվան ինձ ասաց, որ Վրամը մահացել է։ Լավ ես հիշում։ Չէ, կարծեմ, այդ այն օրներ, երբ ես գնացի մամայի ասած իրավաբանի մոտ, այդ օրներ։ Ինչու էր գնացել իրավաբանի մոտ։ Ինչ էր ուզում ստանալ իրավաբանից։ Խորհուրդ։ Չէ, հույս ունե երեխուս հետ ստանալ։ Լավ արբի հետո։ Ամբողջ ճանապարհի ընթացքում զգում էի, որ ինչ-որ մեկը ինձ հետևում է։ Հետո երբ հասա, ուզում էի արդեն մտնել իրավաբանի մոտ ու այդ պահին ձեռքիցս ինչ-որ մեկը քաշեց։ Վրամն էր։ Ես չէի հասկանում ինչի այնքան ինձ հետևել, ինչ այրա ուզածա։ Բայց այդ ժամանակ ինքը արագ ասեց, ինչա ուզում ու գնաց։ Ու ինչ ասեց։ Ինչ ասեց, ինչ էր ուզում։ Ասաց, որ մենք ընդհանուր նպատակներ ունենք։ Որ ես իմ երեխուն կստանամ, իսկ ինքն էլ քեզնից վրեժ կլուծի։ Այս դրա դիմաց ես պետք է իրան օգնեի։ Դու չես էլ պատկերացնի, թե ինչ ցավոտ է։ Լսել քեզնից, որ դու Վռամ ընդհանուր նպատակներ ունեք, ու որ այդ նպատակների իմ հետ են կապված։
ցավոտ արփի շատ։ Ո՞րքի զարմանում։ Դուս կարայր օգնել վռամին։ Չի տեղավորվում ուղեղում, ուզում եմ բացատրի։ Իսկ ես ուրիշ ելք չունեի։ Ինձ թող մեր ես իմ երեխուն կորցնում եմ առնում։ Ես չէի ուզում։ Բայց ուրիշ տարբերակ չկար։ Ես քեզ չեմ հարցնում, որ դու արդարանաս։ Ես հարցնում եմ, որ ինձ պատմես ամեն ինչ, որովհետև ինձ ամեն ինչա պետք։ Պատմի ամեն ինչ։ Պատմի ամեն ինչ արփի, որովհետև ես ինձ կորցրել եմ։ Ես ինչ չեմ կարողանում գտնեմ, որովհետև երեխեքս չկան, որովհետև դու դավաճան ես, որովհետև դու ընդհանուր գաղափար ունես իմ թշնամու հետ։ Պատմի։ Ես քո դավաճանությունը, քո հերթական դավաճանությունը պիտի արունով մաքրած լինեի։ Ու ես չգիտեմ էլ ինչի է ստացվել, որ քո կյանքը իմից ավել եմ դասում։ Որ քեզ սպանելու փոխարեն ներսից ինձ եմ սպանում ամեն անգամ։ Սպանում եմ, որ դու ապրես, որ դու երեխուդ համար ապրես։ Եկար Արամ ջան։ Պապ թղթերս եմ մոռացել։ Բա Աննան։ Ինչի Աննան տան չի։ Ես նոր եմ եկել, Արմոյին էի իջացրել ներքև։ Հե Արամ ջան։ Պապա Աննան գնացել է։ Գիտեմ որ գնացել է, բայց ուր։ Չես խլ հասկացար։ Աննան ամբողջ իրերը վերցել ու գնացել է։ Պարանը դատարկ է։ Էս ինչ է։ Աննան է գնացել։ Գիտեիր։ Ոնց գնացել է։ Չէ, ես որտեղից պիտի իմանայի, հետը խոսեցի, ասես գնում եմ քնեմ։ Այսինքն հետը խոսել ես, հա Արմո։ Հա, պապ։ Դուրս էի գալի, տեսա նեղված նստած էր։ Լացում էր։ Լացում էր։ Հա, շատ էր նեղված։ Հետո ինչ որ բան ասեց։ Դե որ տեսա լացում էր, մոտեցասի ինչ ա եղել, ասեց Արամի իմ հետ շատ կոպիտ է վարվում։ Ես գիտեի որ սենց առնելու։ Պապա լավ էլի, գոնե հիմա չէ։ Արամ ամեն անգամ նույն բանն ես ասում, հիմա չէ։ Չես թողում մի խորհուրդ տանք, մի բան ասենք։ Դե տեսար ինչ եղավ, էլա ու գնաց տնից։ Կոնկրետ բան չասեց։ Հա, ասել է։ Ասեց որ կասկածում է, որ դու արդեն էլի արփի հետ կապեր ունես։ Դե ես էլ համոզում եի, ասում եի, որ նման բան չկա, բայց ինչ չհավատաց։
Ան ինչ եղել, ինչ ես լացում։ Ամեն ինչ նորմալ է։ Ան գիտես, միջև չասես չեմ գնա, ասա տենամ ինչ ա եղել։ Արամը ինձ չի սիրում։ Ու երբեք էլ չի սիրել։ Անջան, դու էլ երեխեն էլ Արամի համար շատ կարևոր եք։ Ես կյանքում Արամի համար մի կարևոր մարդ կա։ Այդ Արփինը։ Ան, Արփին հին պատմություն է։ Պետք չի ամեն անգամ նույն բանը կրկնել։ Արամը քեզ սիրում է։ Հիմա դու Արամի կողքին ես ու դրանով ամեն ինչ ասված է։ Արփին անցյալ չի, որովհետև Արամը չի թողնում, որ Արփին անցյալ դառնա։ Ինքը անընդհատ նորոգում է։ Ու ես հաստատ վստահ եմ։ Ինքը գնացել է, որ Արփին տեսնի։ Չէ, ան, դու հաստատ սխալվում ես։ Եթե նման բան լիներ, ես հաստատ կիմանայի։ Արմ ուր են նկարները։ Այդ նկարները իմ սենյակում էին, իսկ հիմա չկան։ Արամը հաստատ գնացել է, որ հանդիպի Արփիի հետ։ Ան կարող եմ միտեղ դրել է, չգիտեմ, ինչ ես դու տես մտածում։ Ես վստահ եմ, որ Արամը գնացել է Արփիի հետ հանդիպելու, որ տա այդ նկարները, որովհետև այդ դեպքից հետո Արամը իմ հետ փոխվել էր։ Ան, եթե նույնիսկ հանդիպել են, չնայած ինձ չի թվում, որ հանդիպած լինեն։ Դժվար ինչ-որ լուրջ պատճառ լինի։ Արամին ես լավ եմ ճանաչում, ինքը պատասխանատվության զգացում ունի, հաստատ քեզ չէր նեղացնի։ Չէ, դուք ինչ չեք հասկանում։ Եթե ձեր համար նորմալ է, որ Արամը կարա առիթ հանդիպի Արփիի հետ, այդ իմ համար նորմալ չի։ Դա նշանակում է, որ դուք ինչ չեք հասկանա։ Ան, ճիշտ հասկացի ինձ, ես դա չէի ուզում ասեի։ Ուղղակի ես ուզում եմ ասեմ, որ Արամը հաստատ չէր ուզենա քեզ նեղացներ։ Արամը ինձ շատ ա նեղացրել։ Շատ։ Բայց ինչևից է։ Ես գնամ հանգստանամ։ Այդքան բան։ Բալավ, ուր կարող է լինի։ Չգիտեմ, երևի իր տուն է գնացել։ Բա ինչ ես նստել։ Գնա բեր տուն արա։ Պատմի։ Շարունակի Արփին։ Խոսա։ Ես ելք չունեմ։ Չունեի։ Որն էր քո ֆունկցիան։ Ինչ պիտի անեի Վերամի համար։ Խոսա։ Պատմի Արփի։ Չգիտեմ Արնո։ Միակ բանը, որ ինքը ինձ ասել էր, դա այն էր, որ ես պետք է քո տուն վերադառնամ։ Դրա համար նույնիսկ պապայի գալուց հետո ես մեկ այգա քո տուն։ Կարող է ժամանակները խառնում ես։ Կարող է ամեն ինչ եղել այդ պայթյուններից հետո։ Չէ։ Չէ, Արնո, ինքը այդ օր էստեղ եկել էր։ Ես էլ ասեցի, գոնե եւ այն ասա, որ ողջ ես մեղքա տանջվում է։ Բայց ասեց, որ ոչ ոք։ Ոչ ոք նույնիսկ Եվան չպետք է իմանա, որ ինքը ողջ է։ Էլ ինչ ա եղել իմ տուն գալուց հետո։ Էլ ինչ ա եղել քո վերադառնալուց հետո։ Ինչ։ Արմանը։
Արմանը ինձ նամակներ էր փոխանցում։ Այդտեղ գրված էր, որ առանց Իրինայի պետքա դուրս գամ։ Ու այն էր, որ ես քեզ ասեցի պապայի մոտ եմ գալիս իրականում Ռոմին էի տեսել։ Ես ամեն ինչ իմ քթի տակ։ Ես այնքան ապուշ եմ եղել։ Այնքան ապուշ եմ եղել, որ ես ամեն ինչը կարողացել եք անել իմ քթի տակ։ Ու դու Արմին, դու սիրել եմ, նվիրվել եմ, ու ինձ ամենակեչը կսպասեի, որ ինձ կդավաճաներ։ Ես քեզ ինձ ամեն ինչ եմ սպասել, Արփի, ամեն ինչ, բայց որ իմ տշնամու հետ, իմ թիկունքից, ես ես բերը, իմ ուսերին չեմ կարող ապրեմ, չեմ կարող ապրեմ, Արփի։ Հետո Արփի, իսկ հետո ինչ ա եղել։ Հետո ինչ եք խոսացել իրար հետ։ Ինչ ես խոստացել, որ կանես, ինքը քեզանից ինչ է պահանջել։ Շարունակությունը պատմի։ Տևայի վատանալորներ։ Ինքն էր ինձ ճանապարհը ցույց տվել դրա համար էլ հետո տանտեղը չի կարողանում գտնել։ Իսկ Եվան ինչ տղայի մասին էր խոսում։ Ում մասին էր խոսում հիվանդանոցում։ Ես այդ տղային չեմ ճանաչում։ Ուղղակի երբ այդտեղ եկա, ասեց որ Եվան վատ է ու շտապ օգնություն կանչեմ, հետո գնաց արագ։ Գնա Արամ ջան, գնա հանգարց Աննան իրան վնաս չտա, երեխուն։ Ահա, պապ, հասկացա, գնում եմ։ Տուն ես գնալու։ Չգիտեմ, ամենտեղ որտեղ եմ հնարավոր է։ Այդ աղջիկը քարա, որ այսքան դիմանում է։ Պապ, ես չեմ մեղադրում Աննային։ Ճիշտ է, Աննայի մոտ միշտ Արամին պաշտպանում եմ, բայց Արամինը սխալ է բանում։ Ահա, Աննան մի բան էլ ասեց։ Ինչ։ Ասեց մի անգամ Արամը հեռախոսով խոսում էր, հենց մոտեցա, պայեց հեռախոսը։ Մտածում եմ, որ էլի Արփի հետ է խոսում։ Այդ տղեն չփոխվեց էլի։ Ինչ արեցինք, Արամը չի փոխվում։ Ինչը դու էլ ես մտածում, որ էլի Արփի հետ կապ ունի։ Դե դու գիտես, Արփին որ կանչի կգնա։ Մտածում եմ, որ զանգել է, ինքնը գնացել է Արփի հետևից։ Դու գոնե մի փոքր գիտակցում ես քո արածի լրջությունն ու խորությունը Արփի։ Բժշկի զանգը Արփի։ Փաստորեն բժշկի զանգն էր պայմանավորված։ Փաստորեն բժշկի զանգն էր սարկած Արփի։ Ու այդ ամեն ինչը վրամը։ Ու այդ ամեն ինչը վրամը մենակ է կարողացել կազմակերպի։ Վրամը այդքան աճել է, որ կարողացել է ամբողջ բժիշկներին։ Բժշկական անձնակազմը կաշառի։ Վրամը Արփի, որ իմ ձեռքի տակ է մեծացել։ Վրամը, որ ամեն ինչ ինձանից է սովորել։ Այսօր ամեն ինչ իմ դեմ օգտագործում ու քեզ էլ։ Ես չգիտեմ, որ ոնց այդ ամեն ինչ եք կազմակերպել, չգիտեմ։ Չնայած ինչ եմ զարմանում։
Եթե վրամ այսքան ժամանակ կարողանում եմ ձեռքի տակով անցնի ողջ մնա։ Ինձ թվում ամեն ինչ էլ կարա անի վրամը։ Չէ իրոք։ Գովելի է վրամի ընդունակությունն ու առաջխաղացումը։ Կարող ենք ուղղակի իմացել է, որ այդ օր պետք է գնանք։ Ու ընդամենը եկել էր։ Բա հետո արբի։ Հետո վստահեցիր երեխուն վրամին։ Դու երեխուն ինչ չես տալի։ Դու երեխուն նույնիսկ ինչ չես վստահում։ Ինձ որ ամբողջ կյանքը նվիրել է քեզ, որ քեզ ինձանից ավել է դասել։ Վստահ լինելով, որ ես քեզ ու երեխուն երբեք չեմ վնասի։ Դու ինչ չես վստահում երեխուն։ Դու վախենում ես երեխուն մենակ թողես։ Գնում ես իրավաբանի մոտ, խորհուրդներ ես հարցնում, որովհետև մտածում ես ես երեխուն կվնասեմ։ Բա վրամը համար առաջին թշնամին, մարդասպան, դավաճան, վրեժով լցված մարդ։ Ո՞նց տվեցիր երեխուն։ Սենց վերցրեցիր ասեցիր վրա։ Երեխուն չեմ տվել։ Չեմ տվել։ Ես ես ուղղակի իմ երեխուն կտայի։ Ես իմ երեխուն չեմ տվել։ Ինքը եկել էր այդտեղ։ Ինձ ստիպեց, որ իր հետ գնամ, ես չէի ուզում իր հետ գնայի։ Չէի ուզում իր հետ գնայի։ Խղճում եմ քեզ արբի։ Որի ժամանակ քեզ կսպանեի, կմորթեի, կոչնչացնեի։ Հիմա տեսնում եմ, որ դու էլ ես դարձել դավաճանության սող։ Դու էլ ես դավաճանը դարձել է դավաճանության սող։ Շատ ծիծաղալու։ Բայց ես խղճում եմ արբի։ Խղճում եմ, որովհետև պատժվել ես։ Պատժվել ես անընդհատ։ Քո խաբելու, դավաճանելու համար։ Պատժվել ես, որ երեխեդ հենց հիմա կողքդ չի։ Պատժվել ես, որ քեզ սիրում եմ։ Բայց օր-օրի քեզնից հիասթափվում եմ։ Հիասթափվում եմ, բայց չեմ կարողանում սրտիցս քեզ հանեմ, չեմ կարողանում։ Վերջ արբի։ Միզելուց ես քեզ։ Ես ես հեռախոսով, ու ես համարը քո հետ կապի դուրս կգամ։
երեխու բժիշկին հիշում ես։ Հա, Գրիգորյանն էր։ Անցած անգամ որ համարը քեզ պետք էր կտատվեցի։ Պետք է իր հետ հանդիպես։ Շատ հնարավոր է դա կապ ունես պատմությունների հետ ու վրամի հետ։ Պետք է ամեն ինչ ճշտես։ Ու հենց հիմա, որովհետև ամեն րոպեն կարող է շատ թանկ նստի մեր վրա։ Ինչ մտածում ես, որ բժիշկը ինչ-որ կապ ունի դրա հետ։ Հնարավոր է ունի, հնարավոր է չունի Արտո։ Այդ դու պետք է ճշտես։ Լավ, գնացինք։ Արփեից խմի, կաթիլներ են կհանգստանաս։ Չեմ ուզում։ Քո ուզելով չի։ Սա հիմա քեզ պետք է խմի, ասում եմ։ Մինչև վերջ։ Գնա հանգստացի ման։ Ես ինչ հանգստանամ, մինչև դու լավ չլինես, չեմ կարող։ Ես լավ կլինեմ, երբ երախուս կրկեմ։ Կգրկես։ Անպայման կգրկես։ Հիմա պարկ է հանգստացի։ Մտեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Նորմալ, շնորհակալություն։ Աննան չի եկել այսօր ստեղ։ Աննան զանգել էր, պետքա գար իրերը վերցներ, բայց չի եկել այսօր։ Ուզում եք զանգեմ։ Չէ, շնորհակալություն։ Որ կա, ասեմ զանգի ձեզ։ Չէ, պետք չի, շնորհակալություն։ Լավ։ Արմո։ Ինչ կարամ, ուր ես։ Գնացիր ան այստուն։ Հա, տուն գնացի, բայց տանը չէր։ Մտածեցի գամ օֆիս տեղ կլինի, բայց տեղ էլ չէր։ Բա հետո ուր ես գնալու։ Չգիտեմ, Արմո։ Լավ, արամ, անպայման կզանգես։ Հա, կզանգեմ, Արմո։ Thank you.